Ըստ էության այս ամբողջ գործընթացը մի հատ օպերատիվ թղթի վրա է։ Այդ օպերատիվ թղթը չունի բանի ստանդարտին համապատասխանություն։ Ստուգելի չի, հա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լուրջ պրակտիկա ունի այն ժամանակ իռլանդական ազատագրական բանակի հետ կապված, որ անգլիական օրենսդրությունը բավականին խիստ էր եւ հնարավորություններ տալիս եւ ազատազրկել եւ միջամտել մարդկանց իրավունքներին այդ տերորիզմի ահաբեկչության դեմ պայքարի լույսի ներքո, եվրոպական դատարանն ասում է նույնիսկ եթե դուք պնդում եք, որ հավաստի տեղեկություններ ունեք, դա բավարար չի, դա պետք է ստուգելի լինի։ Հակառակ դեպքում իջի կա կորում դատական պաշտպանության ամբողջ գործընթաց։ Եթե ինձ տանելու եք դատարանում ասելու եք, խնդրում եմ հավատա, որ մենք հաստատ տեղեկություն ունենք, որ դու հանցագործ ես, քեզ կալանավորում ենք, դա երկրի համար լավ է, դա չի աշխատում, դա չպետք է այդպես լինի, պետք է մարդը հասկանա ինչու՞մ, ինչ փաստաթղթերի հիման վրա, ելեմ կալանքի համար այդ փաստաթղթերը բազմաթիվ անգամ ենք ասել, պարտադիր չի լինի այն ամենայն վերջին մեղադրական, բայց պետք է գոնե ինչ որ բան տա, որ ակնկալենք, հա, որ հասկանանք որտեղ է։ Այդ օպերատիվ թղթն էլ դրա մասին չի, այդ էլ նորմալ չեն կազմել։ Այսինքն ինքն էլ չի նենց որ ասեմ հստակ տեղեկատվություններ ապովանդակում, որ եթե նույնիսկ դա ճիշտ լիներ, դրա հիման վրա կարելի էր մարդ դատել։